Հրաշալի, միայն տեսեք ինչ գեղեցիկ շոկոլադե երանգ է ստացել, շատ թեթև, ես նոր նկատեցի, ինչ երանգ է ձեռք բերում, և ինչ ենք նկատում, տեղի է ունենում հրաշք։ Ողջույն բոլորին հարգելի հետևորդներ, ձեզ հետ Խաչիկն է և մենք սկսում ենք Զատկի ուտեստների տեսությունը, որը վերաբերվելու է Սուրբ Զատիկին, և այսօր ներկայացնելու եմ պարզագույն տարբերակներ, թե ինչպես կարելի է ներկել Զատկի ձուն բնական ճանապարհով, առանց որևէ քիմիկատների, որևէ ներկերի և այլն։ Ասեմ, որ օգտագործելու եմ 10 ձու, որից 6-ը մենք հիմա պետք է եփենք, և դա անում ենք հետևյալ կերպ. Թասի մեջ կլցնենք այնքան ջուր, որ ձուն ծածկված լինի ամբողջությամբ, որից հետո կավելացնենք 1 լիքը կամ մի փոքր ավել ճաշի գդալակ։ Աղը նրա համար է, որ եփվելու ընթացքում ձուն չճաքի, սա շատ կարևոր է։ Մի թեթև կխառնենք, զգուշորեն կավելացնենք ձուն և կեփենք ամենամինիմալ կրակի ներքո 10-15 րոպե, սկսած եռալու պահից։ Ահա, հարգելի ընկերներ, այսպիսի տեսնում եք ինչ գեղեցիկ ձու ենք ստացել, առանց որևէ ճաքերի, սպիտակ, ճերմակ, այսպես։ Եվ ինձ անհրաժեշտ է լինելու նաև 4 հատ հում ձու, նույնպես ներկելու համար, կներկայացնեմ ընթացքում։ Դեղին կամ շատ թեթև ոսկեգույն երանգի համար մենք պետք է վերցնենք քրքում։ Քրքումը վաճառվում է ամենուրեք, սուպերմարկետներում վաճառվում է կիլոգրամով, թանկ չի, կարող եք գնել։ Մենք օգտագործելու ենք բազուկը, օգտագործելու ենք, ինչպես ես եմ նրան անվանում, մանուշակագույն կաղամբ, մոտ կես գլուխ, այսպես, թեպետ և նրան անվանում են կարմիր կաղամբ նաև։ Սրանից ստանալու ենք 2 երանգ, կներկայացնեմ մի փոքր ավելի ուշ, և շատ դժվար ստացվող կանաչ երանգի համար վերցրել եմ 1 կապ սպանախ, ինչպես նաև մեզ անհրաժեշտ է լինելու իհարկե աղ, սոդա և 9%-անոց սպիտակ քացախ։ Արագ անցնենք գործի։ Դե ինչ, սկսում ենք մանուշակագույն կամ կարմիր կաղամբով, կկտրենք այսպիսի կտորների միջին, և ինձ մոտ այստեղ ուղիղ 2 լիտր ջուր է, և թաս է հարմար, կարող եք վերցնել էլ ավելի մեծ, բայց քանի որ ես երկուական ձու եմ ներկելու յուրաքանչյուր երանգի համար, զուտ որպես ցուցադրություն, դրա համար կես գլուխը և այս թասը լրիվ հերիք են դրա համար, այսպես կտրատում ենք, մենք պետք է կաղամբը լավ եփենք, որովհետև այն շատ հետաքրքիր երանգ է հաղորդելու ջրին, 40 րոպե սկսած եռալու պահից, միջին կրակի ներքո, միանգամից լցնում ենք ջրի մեջ, այսպես։ Այժմ անցնենք բազուկին, ցանկալի է, որ վերցնեք բազուկը շատ լավ կարմիր, այսպես յուտեղ, որ լավ երանգ հաղորդի, սակայն սա էլ է լիովին նորմալ, և վերցրել եմ, ինչպես նկատում եք, մեկ այսպիսի միջին բազուկ, լցնում ենք թասի մեջ բազուկը, ավելացնում ենք այսպիսի 1 լիքը ճաշի գդալախ, մի փոքր ավել կավելացնեմ նույնիսկ, ինչի ենք ավելացնում, ես արդեն ձեզ տվել եմ այդ հարցի պատասխանը, երբ եփում ենք հում ձուն ներկելու համար, պարտադիր ավելացնում ենք աղ, որպեսզի այն չճաքի։ Ավելացնում ենք այնքան հեղուկ, որ եփվելու ընթացքում ձուն ծածկված լինի ամբողջությամբ, այսպես, մի թեթև կխառնենք և կավելացնենք այն ամբողջ Զատկի համար նախատեսված ձվերը, որոնք պետք է եփենք։ Ես եփելու եմ այս երանգի համար 2-ը, այսպես զգուշորեն ավելացնում ենք աղը ջրի մեջ և դնում ենք կրակի վրա ու եփում ենք 20 րոպե սկսած եռալու պահից։ Մոռացա նշել, որ ձուն պետք է լինի և ցանկալի է, որ լինի սենյակային ջերմության, այսինքն անմիջապես սառնարանից հանելուց հետո այն պետք չի միանգամից դնել եփվելու, անկախ նրանից, որ մենք ավելացրել ենք աղ, սա շատ կարևոր է
խնդրում եմ սա ևս ֆիքսել։ Այսպիսով կաղամբը եփվում է արդեն մոտ 30 րոպե, տեսեք ինչ երանգ է ստացել։ Այսպիսի երանգ է հենց մեզ անհրաժեշտ։ Բավական է, մենք կարող ենք սա հիմա պարզապես անջատել, բավական է, արդեն նորմալ եփված է, փափուկ է կաղամբը։ Անջատում ենք եւ դնում ենք առայժմ մի կողմի վրա, որպեսզի հովանա։ Դե ինչ, հերթը սպանախինն է, հեռացնենք այսպես պոչիկները, չնայած որ դրա կարիքը չկա, այդուհանդերձ բաժանենք երկու մասի սպանախը ամբողջությամբ, այսպես, թասի մեջ հիմա կլցնենք այնքան ջուր, որ կրկին անգամ ծածկված լինեն եփվող ձվերը, ավելացնում ենք այս ամենի մեջ ևս 2 հում ձու, սակայն մինչ այդ իհարկե կրկին անգամ սկզբում աղ, որպեսզի չճաքի ձուն, այսպես, խառնում ենք, ավելացնում ենք ձուն և ավելացնում ենք սպանախը։ Մինիմալ կրակով եփելու ենք ևս 30-40 րոպե, սկսած եռալու պահից։ Ինչպես նկատում եք, ես բազուկին ավելացրեցի մոտ 1 ծոխի կլեպ, այսպես, ոչ ավել, սա ընդհանրապես ապահովության համար է, նրա համար է, որ երանգը մի փոքր ավելի մուգ լինի, որովհետև սպիտակի ֆոնին շատ չի զգացվում, դրա փոխարեն դուք կարող եք պարզապես շատ որակյալ բազուկ գնել, կարմիր, մուգ կարմիր ջրալի և կիրառել 2 հատ կամ 3 հատ նույնիսկ։ Այսպես ևս 5 րոպե առավելագույնս անջատում ենք, դնում ենք մի կողմի վրա և թողնում առնվազն այդպես 1 ժամ։ Դե ինչ վերջապես հերթը հասավ քրքումին, տեսեք ինչ ենք անում, նախ ասեմ, որ մինչև բոլոր բաղադրիչները չլինեն պատրաստ, ես ձուն չեմ հանելու հեղուկի միջից, որտեղ դա ցանկանում եմ անել ձեր ներկայությամբ և տեսնենք, թե ինչ ենք ստանում։ Նորից վերցնում ենք սովորական թաս, նորից լցնում ենք այնքան ջուր, որ ծածկվեն եփվող ձվերը ամբողջությամբ, այսքանը բավական է, ասեմ, որ քրքումը մենք արդեն եփված ձվով ենք պատրաստելու, եփված ձուն ենք ներկելու, այլ ոչ թե հում, և այստեղ ավելացնում ենք 3-ից 4 ճաշի գթալ քրքում, կարող եք ավելի քիչ ավելացնել, սակայն պետք է հաշվի առնել իհարկե, որ որքան շատ, այնքան ավելի գեղեցիկ և ընդգծված երանգ կլինի և որքան ավելի քիչ, այնքան ավելի թույլ դեղին կստացվի, մենք ստանալու ենք դեղինից մինչև այս երանգի մի բան, կտեսնենք, թե արդյունքում ինչ կստացվի մեզ մոտ, խառնում ենք այսպես և դնում ենք կրկին անգամ կրակին մինչև եռալը, եռալուց հետո կավելացնենք եփված ձուն և կեփենք ևս 5-ից 10 րոպե։ Դե ինչ, ավելացնում ենք եփված ձուն, զգուշորեն, կեփենք կրկնում եմ 10-15 րոպե և հիմա արդեն բավականաչափ հովացած կաղամբը, որը այսպիսի մուգ երանգ է ձեռք բերել, բաժանում ենք միայն հեղուկը 2 ափսեի մեջ, այսպես։ Այս գեղեցիկ լայվ հակը ես տեսել եմ համացանցում և իհարկե չեմ կարող ձեզ հետ չկիսվել, դնում ենք իրար կողք և առաջինի մեջ լցնում ենք 4 ճաշի գթալ 9% սպիտակ քացախ, 1, 2, 3 և 4, խառնում ենք և ինչ ենք նկատում արդեն այս վայրկյանից սկսած, մուգ կապույտ երանգը ձեռք է բերում մանուշակագույն երանգ, պատկերացնում եք և տեսնում եք, թե ինչ
հիանալի ֆոկուսներ եմ ձեզ ցուցադրում, այստեղ դնում ենք 2 եփված ձուն, այսպես, իսկ մյուսի մեջ սոդան ենք ավելացնում 1 թեյի գթալ, այսպես, խառնում ենք, խառնում ենք և տեսեք թե ինչ երանգ է ձեռք բերում, այո, դուք իրավացի եք, միանգամայն կապույտ, այսպես կանաչին խփող հետաքրքիր երանգ է ստացվում, տեսնում եք այսպիսի ֆոկուսներ միմիայն բնական ճանապարհով, դնում ենք ևս 2 ձու, այստեղ զգուշությամբ, արդեն առնվազն, տեսնում եք արդեն թեթևակի գույն է ստանում, առնվազն 3 ժամ անց մենք տեսեք հանում ենք ձուն և արդեն տեղադրում մատուցվող ափսեի մեջ, այսպիսի հիանալի բաներ, պարբերաբար իհարկե այսպես կշրջեք, որպեսզի բոլոր կողմերով երանգավորվի, փոխվի, դե ինչ հերթը դեղին, ձվինն է, թողել եմ, ինչպես նշեցի 10 րոպեի չափով մոտավորապես այս հիանալի հեղուկի մեջ, որը մեզ կօգնի դեղին երանգ ստանալ, հանում ենք, տեսեք, արդեն զգացվում է, թե ինչ երանգ է լինելու, արագ թաթախում ենք սովորական ջրի մեջ, այսպես թեթևակի և միանգամից հանում ենք, ստանում ենք այսպիսի գեղեցիկ դեղին երանգ, որը դնում ենք խոհանոցային սրբիչի վրա, հարգելի ընկերներ, մյուսը ևս, քրքումը մենք չենք թափում, մենք դնում ենք սառաժմի կողմի վրա, այն մեզ հիմա կարող է պետք գալ մի շատ կարևոր հարցում, այժմ հասնում ենք սպանախին և այստեղ անչափ հետաքրքիր է ամեն բան մեզ մոտ, ինչու, որովհետև մենք պետք է ստանանք բնական կանաչ երանգ, իդեպ, տեսեք, այս երանգը լրիվ կանաչին խփող է, սակայն սա կանաչ չի, հասկանում եք, կանաչի և կապույտի այսպես մեջտեղից մի փոքր այս կողմ է կանգնած, ոչ կանաչ, ոչ կապույտ, շատ հետաքրքիր երանգ է ստացվել, իսկ սա, հարգելի ընկերներ, մեզ մոտ կատարյալ ձախողում կարելի է համարել, որովհետև ձուն չի ներկվել, մնացել է սպիտակ, ոչ էլ գույնն է ջրի փոխվել, դա կարող է լինել կամ սպանախից, կամ ջրի մեծ քանակությունից, ինչևէ դա էական չէ, հիմա իմ փոխարեն դուք հաստատ կհուսահատվեիք, կնյարդայնանայիք, սակայն ես ձեզ առաջարկում եմ վերհիշել դպրոցի էլեմենտար կանոնակարգերից մեկը, համաձայն որի, եթե դեղինը խառնես մուգ կապույտի կամ մանուշակագույնի հետ, կստանաս կանաչ երանգ, մենք ունենք միջոց, որով կստանանք հիմա դեղին ձուն և մեկ այլ միջոց, որը դեղին ձուն խառնելուց հետո կստանանք, հուսով եմ իհարկե կանաչ երանգ, դա մանուշակագույն կաղամբի հյութն է, նորից դնենք քրքումի մեջ ձուն, այս 2 ձուն, որը անհաջող էր մեզ մոտ ստացվել, այսպես, և այսպես կամ եփենք, կամ թողնենք ևս 10-15 րոպե, սա փորձարկում է, սա լայվ հակ է իմ կողմից, որը ես եթե անկեղծ երբեք չեմ արել, բայց ինքներդ գիտեք, որ չեմ սիրում հուսահատվել, դրա համար ամեն միջոց կիրառելու եմ կանաչ երանգը ստանալու համար, դե ինչ, անցավ 10-15 րոպեն, վերցնում ենք և թաթախում ենք արդեն դեղին ձուն այս զանգվածի մեջ, մենք նկատում ենք, որ երանգը իսկապես անսահման թեթև, բայց կանաչում է և տեսեք ինչ ենք անում, որևէ բարդ բան այստեղ չկա, ես ուզում եմ ստանալ այս երանգի
տեսեք, ավելի բաց եւ ավելի կանաչ, արտահայտված կանաչ գույնը եւ դրա համար կավելացնեմ այստեղ ոչ թե 1, այլ 2 թեյ գթալ սոդա, ես ցանկանում եմ իմպրովիզացիա անել եւ տեսնենք թե ինչ կստացվի արդյունքում։ Մոտարապես այսքան։ Եվ ինչ ենք նկատում, տեղի է ունենում հրաշք եւ իսկապես այս զանգվածը սկսում է, այս հեղուկը սկսում է կանաչել, տեսեք։ Հիանալի է, մի քիչ էլ կխառնենք, այսպես։ Եվ կտեղավորենք այս երկու ձուն, այս, տեսեք, գթալը։ Այս կանաչ հեղուկի մեջ, որը առաջի հայացքից գուցե կանաչ չի երևում, սակայն ես ձեզ հիմա կապացուցեմ։ Տեսնում եք տարբերությունը։ Սա դեղինն է մաքուր քրքումով, սա քրքումով արդեն դեղնած ձուն, այս հեղուկի մեջ դնելն էր սոդան ավելացնելուց առաջ։ Ուստի որպես վերջնական արդյունք ավելացնում եք սոդան մի փոքր ավելի շատ եւ ստանում եք ավելի արտահայտված կանաչ երանգ։ Հիմա դնում ենք նորից ձուն այս հեղուկի մեջ զգուշորեն եւ մի փոքր կպահենք կամ այսպես կամ չգիտեմ ոնց ձեզ հարմար է, մինչև ստանանք ընդգծված գեղեցիկ կանաչ երանգ, որը մենք ստացանք դեղինը մանուշակը գույնի հետ խառնելու եւ սոդան ավելացնելու արդյունքում, հարգելի հետևորդներ, այսպես։ Դե ինչ, հարգելի ընկերներ, հերթը այն ձվինն է, որը մենք եփել ենք արդեն բազուկի մեջ, ընթացքում, ինչպես նկատեցիք, ավելացրել ենք շատ քիչ կլեպ, սոխի կլեպ, եւ ես մոռացա նաեւ շեշտել, որ մի փոքր հովանալուց հետո ավելացրել եմ այստեղ 2, նույնիսկ 3, ոչ ավել, ճաշի գթալ 9%-անոց քացախ։ Քացախը ընդգծում է, երանգը քացախը նպաստում է, որպեսզի գույները ել ավելի լավ ներծծվեն ձվի թաղանթի մեջ եւ ձուն ել ավելի լավ երանգ ստանա։ Տեսնենք թե ինչ ենք ստացել։ Կարծում եմ հրաշք է, միայն ստեղ նայեք, գեղեցիկ, այսպիսի թեթև արտահայտված երանգ եւ բազուկի եւ կեղևի հաշվին սոխի, կարծում եմ հիանալի է։ Մենք այստեղ ունենք արդեն 2 բավականին հրաշալի, միայն տեսեք ինչ գեղեցիկ շոկոլադե երանգ է ստացել, շատ թեթև, ես նոր նկատեցի։ Հələ այստեղ նայեք, ինչ սիրուն է, ոնց է փայլում։ Եվ հիմա արդեն արագ կարգով որպես բոնուս ներկայացնեմ, թե ինչ է պետք անել, որպեսզի ստանանք ալ կարմիր մուգ, մեզ համար հայտնի արդեն գեղեցիկ ձվի երանգը բնական ճանապարհով։ Շուտերի շախլավթերի վարսաջան։ Հոп թերի հայկո ջան, շուտերի շախլավ։ Երբ որ կաթսայի մեջ կլցնենք ջուրը եւ կավելացնենք 2 ճաշի գթալաղ, որպեսզի ձուն չճաքճքի եփվելու ընթացքում,
Ավելացնում ենք տորոնը։ Տորոնը պետք է շատ լավ լվանալ, մի թեթև եռացնել, որից հետո նոր օգտագործել։ Այս տարբերակով կներկեմ եւս 4 ձու, կվերցնենք համեմի տերևը եւ այսպես կդնենք ձվի վրա, կհարթեցնենք բոլոր կողմերից։ Կվերցնենք մարլյան եւ տերևի կողմից այսպես կամրացնենք։ Եվ կամրացնենք նաեւ մյուս կողմից, որպեսզի եփվելու ընթացքում այն չքանդվի։ Ձուն կտեղադրենք ջրով լիկացայի մեջ։ Այս ամենը պետք է եփենք միջին կրակի վրա 20-ից 30 րոպե։ Այսպիսով, հարգելի ընկերներ, հարգելի հետևորդներ, որպես եզրահանգում ես ներկայացրեցի ձեզ զատկի ձուն ներկելու բազմաթիվ տարբերակներ, կան բազմաթիվ այլ տարբերակներ իհարկե, սակայն ես ներկայացրեցի ձեզ ամենաբյուջետային եւ ամենաէֆեկտիվ տարբերակները, որոնք ձեզ անկասկած ես համոզված եմ, որ դուր կգան եւ ես կլինեմ ձեզ օգտակար։ Այսօրվա համար այսքանն էի նախատեսել, սպասեք զատկի թեմային վերաբերվող նորանոր հետաքրքիր տեսանյութերի, մինչ նոր հանդիպում։